Խաղողով բեռնված մեքենաների 1.5 կիլոմետրանոց խցանում է Պրոշյանի կոնյակի գործարանի Արարատի մասնաճյուղ տանող ճանապարհին։ Տասնյակ խաղողագործներ օրերով սպասում են խաղողի մթերման իրենց հերթին։ Այս մարդկանց պնդմամբ մի գործարանից մյուսն են տանում խաղողը, որ մթերեն։ Բերքը թփերի վրա է եղել, երբ պայմանավորվել են, որ կընդունեն իրենց ապրանքը։ Սաղին էլ արել են այս զավոտ ախպեր։ Ոչ թե ուղարկել են, այլ արել են, չենք ընդունում, գնացեք ընդ դավայ։ Այս խաղը թթվում է, ջուրը հելնում է, եռում է։ Խաղողագործներն ասում են, վերջին հույսը Պրոշյանի կոնյակի գործարանի Արարատի մասնաճյուղն է։ Ուրասես տարել են բերքը, բայց հրաժարվել են մթերել։ Հիմի ես Փշատավան գյուղից եկե հասել եմ ստեղ 100 կիլոմետր, բայց մեզնից 10 կիլոմետր ենքում լիքը զավոդներ կա։ Ոչ մեկ չեն աշխատում, բացի այս մարդկանցից։ Լավ թե վատ գոյնը մթերը մենա։ Եթե ամբողջ Արմավիրի մարզում հենց հիմա 5 հատ ավտո տանենք, չլարեն ձեր կամերան, մի ասեք այդանք։ Ցանկացած զավոդի հատ, եթե դες փեդով չտփին է ժողովրդին լարին, կասես դու սուտ ես ասել։ Գյուղացու բերքի մթերման պատասխանատու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում առավոտից տեսանյութեր ու կից գրառումներ է հրապարակում, վստահեցնում խաղողի մթերման գործընթացը գնում է ամբողջ թափով։ Բայց նաև բողոքում է նախարարը, որ կան գործարարներ, որոնց խոսքը այդպես էլ գործ չի դառնում։ Պապոյանը 3 շաբաթ առաջ Արմավիրի մարզից մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ վստահեցնում էր, որ այս տարի խաղողի մթերման խնդիր չի ունենալու գյուղացին։ Այս տարի մթերման հետ կապված որևէ խնդիր չենք ունենա, խաղողի ամբողջ բերքը բավականին նորմալ գներով կմթերվի եւ նաեւ ֆերմերներն են բավականին գոհ պրոցեսից։ Հիմա ֆերմերները ոչ միայն դժգոհ են մթերման պրոցեսից, անցարյացիր հերթերից, այլև գնից։ Խնդիրը գալիս է օկտեմբերյանից։ Օկտեմբերյանը ինչքան զավոդ կա փակել է։ Մենք ունենք կնքած պայմանագրեր, տված օրերի չեքեր, այդ լրիվ ունենք, եկանացի փագա, վсё, չեք բերում։ Մեր պետությունն է, որ իր ղեկավարությունով բռնած, դի հոգատարության մոտիկանան իր հասարակ ժողովրդին։ Իրա ոնց որ ասած հարկատու հերոսներին, հա։ Խաղող մշակելը ծախսատար է ու ամեն տարի ավելանում է այդ ծախսը պարարտանյութի, վառելիքի գնաճի ֆոնին։ Նեղսրտած մարդիկ հիասթափվել են իրենց աշխատանքից, շատերն են որոշել քանդել այգիները։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան եւ Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։